Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, աշխարհում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում եւ համաշխարհային այս տեկտոնիկ պատերազմը, այսպես որ ցնցումային բաներով առաջագնում, սողալով, իսկ Ռուսաստան-Ուկրաինա առճակատումը թեժանում է արդեն ռուսաստանյան տարածքում, ամեն դեպքում այս համաշխարհային ցնցումների մեջ մենք հայերս պետք է ճիշտ դիրքավորվենք, Հայաստանի Հանրապետությունը պիտի ճիշտ դիրքավորվի, բայց հարցը առաջանում ինչպես ճիշտ դիրքավորվել, եթե հանրության մեջ խեղված են բոլոր տեսակ արժեքները եւ այդ խեղմանը մասնակից են եղել բոլոր ժամանակների ղեկավարները իրենց կողոպտիչ ու հանցագործ անցյալով եւ ներկայում էլ շարունակում են գործել եւ ինչպես դիրքավորվենք, եթե բարոյական արժեհամակարգ կրողներն ու դաստիարակողները հանդիսանում են մաֆիոզներ, հանդիսանում են նարկոմաններ, հանդիսանում են զենք կրողներ, հանցագործներ եւ կարողանում են միլիոններ դիզել ամենատարբեր բանկերում ըստ որոշ լուրերի եւ հանրության մեջ համընդհանուր գոնե կարեւորագույն հարցերի շրջանակներում պարտավոր է որպեսզի լինի կոնսենսուս գոնե կարևոր բաներում իհարկե հանրությունն ինքը բազմաշերտ երևույթ է չի կարող բոլոր հարցերի շուրջ բոլոր ողջ հանրությունը համաձայն լինել բայց կոնկրետ հարցեր կան ճակատագրական կարևորագույն Ինչու ես սկսեցի այստեղից, որովհետև անդրադառնալու եմ հայ առաքելական եկեղեցու գործունեությանը որոշ երևույթների, ովքեր որոշել են, որ իրենք հանդիսանում են եկեղեցիների տերն ու տիրականը, սա ուղիղ մեջբերում է ոմն մի քահանայից, ով օրերս գրառում էր արել, լկտի գրառում էր թույլ տվել իրեն կատարել համացանցում, ինչի համար արժանի պատասխան ստացավ հանրային ձևով Իհարկե, այս մասին երևի թե արդեն դիտել եք երեք ուղիղ եթերը Facebook-յան, ես այցելել էի Մարմաշենի եկեղեցի, շատ չեմ մանրանա այդտեղ, բոլորը ձեր գնահատականները կարող եք տալ, բայց սա սկսվեց դարձյալ պրոպագանդայի արդյունքում, այն որ ասում եմ մատով մեղվի փեթակը արդեն խառնած է։ Հիմի մեղուներով հարձակվել են մեկ ուղղությամբ եւ այդ հարձակման հրահանգը ոչ ավել ոչ պակաս լրագրողների միության ղեկավար Սաթիկն է անում, ով որոշում է, որ սա պատերազմ է եւ հայտարարում է, որ ինքը ընդունում է այդ պատերազմը։ Ինչպես պիտի ինքը ընդունի եւ վարի պատերազմը, եթե հանդիսանում է ինչ-որ միության նախագահ, որտեղի անդամները վերջին 5 տարիներին հատկապես այնքան էլ չեն փայլում իրենց մտավոր ունակություններով բնականաբար ստի ու կեղծիկի արշավ պետք է կազմակերպի իմ շատ համեստ անձի դեմ որովհետև արդեն նրանք վատացել են եւ այդ արշավը շատ երկար չսպասեցրեց իրեն հենց երեք արդեն ցերեկվանից 5-րդ ալիք Երևան Today, Fast Info, News, չգիտեմ ինչ, Քոչարյանը սերժական այս երևույթները, ովքեր որ կյանքում չհասկացան թե ինչ է նշանակում ազատ բառը եւ այդ բառի էությունը եւ ոչ միայն այդ բառը չեն հասկացել, այլ ավելին, սկսեցին տարածել ստեր հերթական, այսինքն գիտեք ինչ սուտը իրենց համար դա ճիշտն է Հասկանում եք, իրանք այդ այն մյուս իրականության մեջ են ապրում, որտեղ ճիշտը խաբելն է, ճիշտը ստելն է, ճիշտը ենթարկվելն է, ճիշտը պախարակելն է մարդկանց։ Եվ այդ հարձակումը շարունակվում է, ինչ որ զանգակ, մանգակ, sense խառը խշտիկ, ինչ որ կայքեր են, 2, 3, 4 տան անդամներս კი երևի չեն լայքում կամ չեն դիտում իրենց գրառումները, սրանք սկսեցին վատ վերնագրերով իմ հասցեին նյութեր տարածել։ Իհարկե հնարավոր է, ես եթե ժամանակ ունենամ, իսկ ժամանակը շատ հիմա զբաղված է, որովհետև ես ունեմ ամենատարբեր ձեռնարկներ, որոնք պիտի իրականացնեմ, ոչ թե ընկնեմ իրենց խելքին, չնայած շատ հնարավոր է, որ մասամբ ընկնեմ իրենց խելքին, իրենց տեղը ժամանակ առ ժամանակ ցույց տալու համար, այնուամենայնիվ հնարավոր է, որ այս ուղղությամբ իրավական մարմինները նույնպես զբաղվեն, հնարավոր է, դեռևս չեմ խոստանում, բայց ինչպիսի վերնագրեր են տարածվում, եկեք սկսենք վերնագրերից,
Եվ ինչու եմ սա ասում, այստեղ հարցը իմ անձը չի, ես սովոր եմ, կարող եք հանգիստ լինել, 5 տարի արյունս խմում են, արյունս ծծում են, իմ տուն մտել դուրս են եկել ամեն հնարավոր ձևերով իրենց թույլ են տվել, ես արդեն սովոր եմ, իմ կաշին ամրացել է Ժողովուրդ ջան, այստեղ հարցը թե դուք եք, որ ձեր ականջներին փորձում են սուտն ու կեղծիք, եւ ձեր միջավայրում փորձում են պարակտումներ սերմանել, թե այն հավատացյալ հոտը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալները, ովքեր որ խաբված են եւ ուղիղ թիրախավորված են մաֆիոզ խմբակցության կողմից, որի ղեկավարն է Գարեգին Բեսը, Բես, որպես չարիք, այս բառի թարգմանությունն է։ Եվ սատանայաբար իրենց համարում են եկեղեցու արժե համակարգի կրողները ու երբ որ իրենց բան ես ասում, դա նշանակում է, որ դու եկեղեցուն ես կպնում։ Ուրեմն, սրանք թաքնվելով եկեղեցի բարի հետևում շատ լավ իմանալով, թե մենք եկեղեցու հանդեպ ինչ զգացումներ ունենք, բնական է դա սրբավայր է եւ մենք հայ մարդիկ ենք քրիստոնյա, ովքեր որ հիանալի գիտեն իրենց ժառանգությունը քրիստոնեական ավանդույթները եւ այլն, երբեմն շատ դեպքերում ավելի լավ գիտեն, քան որոշ սրբազաններ, այո, փորձում են այդ եկեղեցին դարձնել վահան, վախկոտի նման թաքնվել եկեղեցու ետևում, այդպես անում էին ադրբեջանցիները 44-օրյա պատերազմի ժամանակ, քառորյայի ժամանակ, 90-ականներին թաքնվում էին դպրոցներում, երեխաների ետևում, որպեսզի սնարյադ չիջնի այդ ուղղությամբ։ Այդ նույն մարտավարությունն են ընտրել, դե բարեկամ ազգակցական արունակցական կապերը երևի չեն բացառվում, մտել են եկեղեցու հետևը ու հարձակվել են Հայաստանի Հանրապետության վրա եւ իրենցից եմ էլի մեջ բերում, թքած ունեն պետական որևէ կառույցի վրա։ Սա ուղիղ մեջ բերում է ոմն քահանայի շուրթերից, ով համարում է իրան տեր ու տիրական մի ամբողջ եկեղեցական համալիրի, իսկ այդ եկեղեցական համալիրի սեփականատիրոջ փաստաթուղթը չի ցանկանում ցույց տալ։ Զավթիչներ են սրանք։ Բայց խոսքը միայն Մարմաշենի մասին չի, ինձ երեկվանից շատ զանգեր են եղել ամենատարբեր կողմերից։ Այստեղ թիրախավորված են մեր հավատացյալները, ովքեր դառնում են զոհը այս որոշ սրբապիղծների եւ թիրախավորված են, որովհետեւ հավատացյալները, կրկնում եմ, ժամանակ առ ժամանակ գնում են խոստովանության։ Եվ իրենց ամեն մեկը իր կարծիքով պատկերացած մեղքի չափանիշը կիսվում է իր հոգևոր հովվի հետ։ Սա դառնում է KGB-իշնիկի ձեռքում ինֆորմացիա տվյալ գյուղը համայնքը կառավարելու համար եւ դառնում է կոմպրոմատ։ Եվ շատ հավատացյալներ չեն կարող բան խոսել, որովհետեւ արդեն այդպես է դասը եւ նրանք վախի մթնոլորտում են արդեն ապրում եւ դա դարձել է որոշակի բնած մեծամասնության մասին է խոսքը։ Ինչու է սա արվում։ Սա արվում է նաեւ որպեսզի նրանց նույնպես անեն ամենատարբեր միտինգներին նրանց ետևում նույնպես թաքնվելու համար։ Խափում են, ստում են, ցույց են տալիս նյութեր, որոնք որ տարածում է սաթիկի լրատվականները, տարածում են սաթիկի լրատվականները, կեղծիքներ, դրանցով թույն ու թարախ են ներարկում, ուղեղները լվանում են հավատացյալների ու փորձում են ներկայացնել, թե եկեղեցին թիրախավորված է։ Եկեղեցին, եթե պետության ղեկավարի կողմից թիրախավորված լիներ, հավատացեք 2 վայրկյան չէր տևի, ես ինքս որպես հայ մարդ, քրիստոնյա մարդ, եւ ինձ նման հազարներն ու հարյուր հազարները արդեն վաղուց իշխանական դաշտը մաքրած կլինեինք այն մարդկանցից, ովքեր կթիրախավորեին կամ կթիրախավորեն կամ հակված են թիրախավորելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Բայց քանի որ չկա նման բան եւ դուք հերթական սուտն եք տարածում, պիղծ սուտը, հերթական անգամ խախտում եք ձեր ուխտը Աստծու հետ, ապա ժողովուրդնով է, որ նրան չվարակեք ամենատարբեր թարախային վիրուսներով։ Հիմա ենթավեռնագրերը, ինչպիսի ենթավեռնագրերով են հանդես գալիս։ Տեսեք, խնդրում եմ ուշադիր լինել։ Նրանցից մեկը արդեն էշեշը հայտարարություն արել էր, ներկայացնելով ինձ որպես ԿՊ-ական, բայց արդեն չեն կարող վերնագիրը փոխել, որովհետև ֆիքսած է, այսինքն չունենալով տեղեկություն նորմալ, բան են անում, բայց
Օրինակ 5-րդ ալիք ու գիտեք ինչն է հետաքրքիր բոլորի վերնագրերը գրեթե նույնն են նու 99% համընկումով այսինքն հրահանգը մի տեղից է մի տեղից եւ այդ հրահանգ տվողը Գարեգին Բեսը չի բնականաբար այլ նրա սիամական եղբայր Քոչարյան Ռոբերտն է բնականաբար եւ նրա գրասենյակը որ հիմա է սուղությամբ պետք է լրացնել ու տարածել ու սրանք ինչ են տարածում Փաշինյանի աջակից Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք սադրել է հայհոյել քահանային Իմ երեկվա եթերը ես փորձել եմ որտեղ էսպիսի գրառում եմ տեսել երեկվա եթերը ամբողջովին դրել եմ ու ասել եմ այստեղ գտեք սադրիչին ու Ռոպեո Վարդյանով ուղարկեք ինձ ասեք այստեղ դու սադրեցիր Իսկ սադրիչը ոչ ավել ոչ պակաս այո քահանան էր եւ եթերում դա երևում է երբ դուրս է գալիս ինձ տեսնելու ես արդեն պատրաստվում եմ անգամ գնալ գնել ու գալիս ու կարդում պատրաստված ինչ որ բաներ սա մեկ երկրորդ Քաղաքացին թիրախավորված է սրանց կողմից եւ սիրելի քաղաքացիներ ովքեր հետևում են այս կայքերին ու հերոստատեսություններին ասեմ ձեզ հետեւյալը ձեզ մանիպուլացնում են ոչ միայն սխալ վերնագրերով այլ նաև բնութագրով ինչի մասին է խոսքը ինչպես են ներկայացնում ինձ երբեմն ներկայացնում են նախկին դերասան երբեմն նախկին բառը շեշտելով երբեմն ներկայացնում բնութագրի մեջ էլի որ բացասական բան առաջացնեն երբեմն ներկայացնում են քպայական ու այնպես հիմա Փաշինյանի աջակից Հիմա խորհուրդ տամ Սաթիկին Ես չգիտեմ դու ինչ պատերազմ ես ընդունել ու ինչ պատերազմ ես հայտարարում իմ դեմ Ես գիտեմ իմ պատերազմները որտեղ են Եկեք դաշտը փոխեք Երբ որ պետք էր պատերազմել պատերազմող չկար Ձեր տերերը փախնում էին ու ծախում իրենց իսկ բնակարաններն ու տները իրենց բիզնեսները ու փախնում սա մեկ երկրորդ Ոչ թե Փաշինյանի աջակից կամ որևիցե մի բան կամ հաղորդավար բան չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գնել Սարգսյանը Սա ականջներիդ օղարեք ու այսօր այդ ինձ ներկայացնելուց միայն այդպես կներկայացնեք Հայաստանի քաղաքացի բառից եք վախենում Վախենում եք որ եթե նշեք քաղաքացի կարող է քաղաքացիները ասեն մի րոպե քաղաքացի հա իր գործունեությունն անում ինչ եք հարձակվել վրան Չէ Քաղաքացու պարագայում դուք կընկնեք վատ դրության մեջ նաև գիտեք ինչի համար Որովհետև դուք ինքներդ ձեր ողջ ոհմակով հանդերձ մինչև հիմի չգիտեք թե ինչ է նշանակում լինել քաղաքացի Դուք սարսափում եք այդ բառից Դուք վախենում եք այդ ու դուք չգիտեք այդ բառը ինչ է նշանակում Ոչ թե մեկնաբանության բացատրական մասով այլ էությամբ Դուք չգիտեք Եվ դուք այո շանպես Քոչասերժական կալանի ներկայացուցիչներով վախենում եք որ մարդը հայ մարդը կարող է ինչ որ պահի գիտակցել քաղաքացի բառի էությունը ու լինել քաղաքացի Այ դուք դրանից եք սարսափում Դուք ստրուկներդ ովքեր նստած ողորմությամբ սպասում են իրենց են Բարաթին, որ իրենք ինչ-որ կերպ ազատ լինեն, վախենում եք քաղաքացի բառից Գնելը Սարգսյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է Եվ այո, շատ դեպքերում նաև հպարտ քաղաքացի է Եվ իր հպարտությունը գիտի թե որտեղ է կայանում Ինչն է կոչվում հպարտ քաղաքացի, հստակ է գիտակցում Եվ դուք վախենում եք Այս հարցակումը թե գնացել սադրել հայոյելը դրա մասին է Հիմա պատերազմ հայտարարող տիկնոջ ով Մսրամելիքի դերն է վերցրել իր վրա Ինչու Մսրամելիքի որովհետև կեղծ պատերազմի կողմնակից է ինչպես Մսրը դուրս է եկել պատերազմի կեղծելով արդեն դու ցույց կտաս ինձ իմ եթերում սադրելու պահը այլապես շատ խորքային պատասխանատվություն ես կրելու ու երեկվա եթերը, որը վախացրել ձեր ու մցրել էր ձեր որջերը, որովհետև հանրային կոնսենսուսը դուք տեսաք ինչպիսին նա լինում։ Դա կկրկնվի ուղիղ
քո մասին եւ ի տարբերություն քեզ Սասունցի Դավթի տեսքով, ով ավելի ազնիվ է սիրում իր գործը անել։ Լավ։ Սա դրել եւ հայհոյանք է տվել։ Հայհոյանք հնչել հայո։ Սա դրել է տերը։ Տեր փամփիոներ ես իմ ինչ էր։ Ով համարում է տերուտի, հիմա քեզ հարց եմ տալիս։ Մարմաշենի եկեղեցու տերուտ իրականը ով է։ Սաթիկ։ Տիկին Սաթիկ։ Ով է Մարմաշենի եկեղեցու տերուտ իրականը, որ դու որոշել ես Մարմաշենի եկեղեցու այն յուբկով մարդու փեշը բռնել։ Ինչ եմ համարում յուբկով մարդ, ես ոչ թե հակուստը մեկնաբան եմ, ոչ թե եկեղեցականի հակուստն եմ ծաղրում, ոչ, դա եկեղեցականի հակուստն է, բայց երբ եկեղեցականը չի հասկանում ինքը ինչ հակուստ է կրում ու որ դեպքում է ինքը ծառայության մեջ, ապա դա դառնում է իր հակին որպես յուբկա։ Հասկացաք։ Հիմա դրա փեշը որ բռնում ես, ինձ, դու, Քոչարյան Ռոբերտը, Վարդանիկը Ղուկասյան, Աչապահյանը, Գարեգին Բեսը, Սերժիկը, հանցագործ, կողոպտիչ, նարկամաններով մնացյալ, ովքեր տարիներով օգտվել են որոշակի ծառայություններից, դուրս կգաք ու կասեք, կպատասխանես այ քո լեզվով, թող այդ բոլորը քո գրչով պատասխանել ես հարցիս։ Ով է Մարմաշենի վանական համալիրի տերն ու տիրականը։ Իսկ ես մինչ Սաթիկը կգնա հարցումներ անելու իր մսր վարկագծով, ես ընթերց եմ ձեզ համար, որ ինձ ուղարկեցին շատ մտահոգ քաղաքացիներ, ընդ որում եկեղեցու աշխատող։ Երեք ընթերցել եմ, բայց հիմա էլ պիտի ընթերցեմ։ Ներողություն, հիմա գտնեմ։ Ուրեմն, ժողովուրդ ջան, մինչև կգտնեմ։ Միշտ իմացեք, Հայաստանի Հանրապետությունում եկեղեցուց ձեզ կարող են դուրս հանել միայն այն դեպքում, երբ որ դուք հակաեկեղեցական վատ վարքագիծ եք դրսևորում։ Մնացած որևիցե պարագայում որևիցե մեկը չի կարող։ Անկախ նրանից այդ եկեղեցին պատկանում է Էջմիածնին, թե պատկանում է մշակույթի նախարարությանը, որպես պատմամշակութային կոթող եւ այնտեղ կոպիտ բառ օգտագործեմ արենդով տվել է, որպեսզի հասեն իր գործունեությունը ծավալի։ Ուրեմն Մարմաշենի վանական համալիրը սեփականության իրավունքով չի պատկանում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Իմիջիայլոց ես երեք եթերի մեջ նյարդերից տես բանարած այդ բառը խառնել եմ կադաստրի թուղթ եմ ասել, ես սեփականության վկայականի մասին էր իմ խոսքը։ Այն որպես պատմամշակութային ժառանգություն պետական պահպանության ներքո գտնվող եկեղեցական համալիր է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն փոխանցված է միայն օգտագործման իրավունքով։ Տարիներ առաջ Մայրաթորը դիմել էր իրավասու կառույցին սեփականության իրավունք ստանալու համար, բայց մերժվել է։ Ինքս տեսել եմ հիշատակածս դիմումը։ Սաթիկ, դժվար չի հարցում անել, կադաստր, չգիտեմ, պետրեգիստր, ես եմ էլ ուր են տենց դեպքերում հարցումներ անում, հասկանալու համար։ Իսկ ես որոշ հարցումներ արդեն նախապատրաստում եմ։ Եթե մսրը հարցակվում է Դավթի ուղղությամբ, ապա տեսեք, հետո չասեք, մենք դեռ քնած Դավիթ գող եկավ գնաց։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Այո, քաղաքացի բառը սարսափեցնում է նրանց։ Քաղաքացի բառը իր էությամբ եւ դա է եղել պատճառը, որ 30 տարի մարդկանց ահաբեկման մեջ են պահել, օգտագործել են ինչ ցանկացել են, գողացել են ինչ, որովհետեւ եթե քաղաքացին հասկանար իր քաղաքացի լինելը, նրանք չէին կարող 30 տարի միահեծան
թալանել բոլորիս հայրենիքն ու պետությունը, ընդ որում թալանել նաև եկեղեցին, որովհետև տեսեք ինչպեսի կոռուպցիոն հնարավորություն Գարեգին Բեսսի համար։ Ուրեմն, պարզվում է, որ ըստ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրության իրավաբանական անձად է։ Կանոնադրության եկեղեցուն պատկանող ողջ գույքն ու դրամական միջոցները ըստ կանոնադրության վերահսկվում է մի անձնյա Գարեգին Բեսսի կողմից։ Գարեգին Չարիքի կողմից մի անձնյա։ Չկա ոչ մի վերահսկողություն անգամ եկեղեցու ներսում։ Նա ինչ ուզի կարա անի գույքի ու գումարի հետ։ Ինչ ուզի։ Ես չգիտեմ ժամանակին 11 թվականին եթե չեմ սխալվում ոնց է պետրեգիստրը նման կանոնադրություն հաստատել։ Ով է զանգել ասել պիտի հաստատեք։ Եկեք գուշակենք։ Գուցե երկրի գլխավոր ալբանացին, ով ատելով ատում է խաչը որպես քրիստոնեական նշան։ Ալբանացին, ով անգամ հայր մերը չգիտի։ Իսկ գուցե Սերժը, ով է զանգել, ասել պիտի այդ ձևով այդ կանոնադրությունը հաստատեք։ Սա հանցագործություն է։ Ասեմ թող պարզ լինի, սա հանցագործություն է եւ այս հատվածը կոնկրետ քննության ենթակա է եւ ես դատախազությանը կոչ եմ անում, որպեսզի այդ մասով քննություն ձեռնարկեն։ Ինչպես է պետրեգիստրը, ինչից ելնելով է հաստատել, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու գույքն ու դրամական միջոցները կարող են վերահսկվել մի անձնյա կաթողիկոսի կողմից։ Կաթողիկոս իրեն հռչակած հոկտեմբերի 27-ով 27-ի գնով կաթողիկոս դարձած մեկը KGB-շնիկ, ով անունը դրել էր, թե բայց գնացել է Շվեյցարիա, բան Աննա Հակոբյանը երբ որ անդրադարձել էր, սրանց այս նույն աղբանոցները սկսեցին աղբը դարձյալ շպրտել հանրության երեսին, ու թե բանա նա գնացել էր Շվեյցարիա, ես իմ ժողովի, որտեղ բարձրաձայնել է գերիների հարց եւ այլն, իսկապես, բա Կիրիլի առաջ խոնարհված սույնը, ով ինքը կամ իր սրբազանները ունեն Կիրիլից հատուկ շքանշան, ինչու որևիցե մեկը իր շքանշանից չհրաժարվեց, երբ տեսավ, որ նույն Կիրիլը Մեհրիբանին էլ է շքանշան տալիս եւ նրանց դնում մի հավասարության մեջ։ Պատասխանեք այս հարցին։ Բաբա հանեք շպրտեք sense դեմոնստրատիվ ձևով։ Լավ, այդքան համարձակություն չեք ունենա, մեղմ ձևով, ասեք, քանի որ դե գիտես ձյաձ Կիրիլ, դե հիմի մարդիկ նայում են, ախր մերի բանին որ տվել ես, ես ստիպված եմ, որպեսի հանրությունը ինձ չպախարակի, ես ստիպված եմ սա հանել դնել մի կողմ, երբ որ մեծն Ռուսիան կզավթի դարձալ Հայաստանը, ես սիրով այնելի հետ կկախեմ։ Արա գոնե սենց։ Մեհրիբանի թայեր եք։ Մեհրիբանի թայերն եք։ Մի թայը Բաքվում է, մյուս թայը Էջմիածին։ Եվ այո, այս ամեն ինչը ժողովուրդ ջան, հայ առաքելական եկեղեցու դեմ պայքար չի։ Ճիշտ հակառակ։ Հանուն հայ առաքելական եկեղեցու է։ Եվ պիտի հայ առաքելական Սուրբ եկեղեցին մաքրվի զավթիչներից ու մաֆիոզներից։ Ու կմաքրվի։ Եվ այդ կոնսենսուսը հստակ մեր հանրության շրջանակներում կա։ Հասունացել է։ Ու հասունացել է ոչ թե իշխանությունների, այսօրվա իշխանությունների օրոք։ Ոչ։ Տարիների, երկար տարիների ընթացքում։ Երբ հասկացանք, որ Վազգեն առաջինին պիտի իր մայից 25 տարի անց մոտավորապես անընդհատ էրնեք տանք։
անընդհատ տերնեք տանք ու հասկացանք, որ հոտը անտերը մինչև այսօր։ Մինչև հիմա։ Բայց գիտեք ինչ, մյուս կողմից պետք է այլ բան հասկանալ։ Այս փոխաբերական այլաբանական իմաստի մեջ հոտ, հովիվ, կա երրորդ ու շատ կարևոր գործող անձ։ Դա հովվաշունն է։ Ով հովվի ուշադիր չլինելու պարագայում պարտավորություններ ունի հսկելու հոտին և թույլ չտա, որ գայլեր մոտենան, մինչև որ հովիվը արթնանա գոնե։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. Խորհրդային միության ժամանակ մի անեկդոտ կար։ Կարմիր հրապարակում թռուցիկներ են գտնում, որոնց վրա գրված է. Քաղբյուրոյին գնդակահարել Կրեմլի պատերը ներկել կանաչ։ Հայկական ռադիոն արձագանքում է. իսկ ինչու կանաչ։ Այն գնդակահարելը այսինքն հեչ, էլի, քաղբյուրոյի անդամներին գնդակահարել բան կր։ Այս սա հեչ, բայց Կրեմլի պատերը խի կանաչ ներկենք։ Այսինքն դա հարցը ուրիշ տեղ են կարևորել։ Հիմա որքան հասկանում եմ մայիսի 29-ի իմ գրառման արձագանքը հետևյալն է։ Իսկ ինչու դոմփել։ Ինչու է այդ բառը օգտագործել։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ սրբազանների հարցը պետք է լուծել։ Իսկ առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները սրբազանների մասին հետագա գրառումներում նկատի կունենամ, գրել է նա։ Երկրի ղեկավարն է, հա, ասում է, օքեյ, դոմփել բառից ենք նեղվել, այն որ սրբազանը քեռակնկան էդ էջ։ Դոմփելն է, օքեյ, նկատի կունենամ, հաջորդ անգամը այդ բառը չեմ օգտագործի։ Բայց այն հանգամանքը, որ փաստորեն նորմալ է ու մենք չենք զարմանում ոնց որ մի հատ սրբազան քեռական կան է դոմփում կներեք սրբազան բառի համար էս պարագայում։ Այդտեղ կոնսենսուս ունենք կարծես թե։ Ու գիտեք մենք սրա հետ մերված ապրում ենք։ Եվ մյուս երևույթը Շիրակի թեմի դուրս է գալիս, ասում է թող փորձեն իրանք մի ամիս առաջ կնոջ ապրեն, էլի։ Չիլու։ Սրանք մեզ համարվում են դեբիլներ, իրանք լինելով դեբիլ։ Հիմա նայեք, այ հենց սրանք են, որ իրենք թուրքն են, մեզ ասում են թուրք։ Իրենք ժեխն են, մեզ ասում են ժեխ։ Իրենք 1000 բան կրողն են, հիվանդություն կրողն են, մեզ են հիվանդի տեղ դնում։ Ասում եմ, թող իրանք փորձեն մի ամիս առաջ կնոջ ապրել։ Արա։ Արա բառը դրական իմաստով, արա։ Արա, բավր չեք կարա։ Ինչ եք ասում, խապում ասում կարանք։ Գնում եք ուղտի, գնում եք ուղտ կապելու, բան, պայմանագիր եք կապում։ Ասում եք ես կուսակրոն եմ դառնում, հանուն քեզ Աստված ջան։ Պահանջները Աստված ասում է հետևյալն է։ Ասում է այո, ես օքեյ եմ։ Ես կարող եմ։ Բայց չեք կարում։ Արա ո՞ց ասեմ։ Խեք խապում Աստծուն։ Դուք որ Աստծուն եք խապում, այսքան այդքան չեք վախենում Աստծու դատաստանից, որ Աստծուն եք խապում։ Ինչա բերեք պայմանագրի դաշտ։ Ժողովուրդն ինչա չխապեք, հայրենիքն ինչա չթողնեք, արա։ Մեկ ուրիշ բան ասեմ։ Ամբողջ ցավալի դեպքերը Արցախի հետ կապված։
մի ինչքան պատերազմի պարտության պարագայում ինչքան տեսանք մի հատիկ բարձրաստիճան սպա, որ ինքնասպան կլիներ, իր մեղավորությունը ըմբռնելով, որ պատերազմը ինքը տանուլ տվեց կոնկրետ դաշտում։ Իմիջիայլոց կարող եք կարդալ աշխարհում նման դեպքերում քանի 100 կամ քանի 1000 բարձրաստիճան սպաներ են գնդական։ Սա ինչ որ բան երևույթ չի։ Այնքան էլ մի հատ հոգևորական կմանար իր եկեղեցում կացեր ես ոչ մի տեղ չեմ գնում։ Ես ավելի լավ մեռնեմ, քան լքեմ իմ եկեղեցին։ Տեսանք մի հոգևորականի։ Չէ, Նիկոլանիցելով դուրս են գալիս։ Թուրքը եկել է վերցնում է, ինքը Նիկոլանիցելով դուրս է գալիս եկեղեցուց։ Մի քահանա չեղավ։ Չէ, ստեղ իրանք պաշտպանություն ունեն։ Կարող են ասել Աստված ինքնասպանությունը չի ընդունում։ Ես ո՞վ ասում ինքնասպան լինեք։ Մնայք կռվեք, գյոլից ակնթարթային կգնեք։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչները, սպասավորները առհասարակ դրանց ներկայացուցիչները ինչի բանակ չեն գնում։ Հայրենատիրությունը մեջը հայրենասիրությունն հայրենատիրությունը մեջները երրում է։ Բլբլթում է։ Չայնիկը մի քիչ էլ չբացենք, սենց սաղ տալու է։ Ինչի բանակ չեն գնում։ Այդ ինչ օրենք է։ Ոնց է տենց։ Իրավաբանական անձ է։ Ցանկացած սուպերմարկետ նույնպես սուպերմարկետներից է նույնպես իրավաբանական անձ է։ Դե սուպերմարկետների աշխատողներն էլ մի տարեք բանակ։ Իրաց տերուտ իրական են հռչակում։ Okay, թող գնան, ինչին որ իրենց տեր են համարում, դա պաշտպան են սահմանում։ Ամենայն հարգանքներս են հոգևորականներին, ովքեր ձեռքները զենք են վերցրել հարկ եղած պահին։ Այնքան, ախր էսի այն ջուրն է սաթիկ, որտեղ ես հաճույքով կմտնեմ։ Դու չես պատկերացնում։ Ու ի տարբերություն քեզ ոչ թե կզբաղվեմ խափելով, մանիպուլացնելով, ստելով, կեղծելով եւ վատ բնութագրեր տալով, այլ ինչ կա ընդամենը այդ կասեմ, ու անսպար կարելի ասել։ Այնքան կարելի ասել, որ լրագրողները այդ ասելու ընթացքում բոլորով միասին չեն կարող ինձ ջուր կրել հասցնել, որ ես ասելու արանքը բերանս թռչեմ։ Պետքա քեզ, խնդիր չկա։ Բայց հարցակումը բազմակողմանի ու բազմաշերտ է։ Աչքովս ընկնում եմ, այդ ասեք-օսեք է։ Այնտեղ ես մի երկու անգամ են դերասան ժամանակներս հյուր եմ եղել, բայց այնքան ժպիտով էին դիմավորում։ Ախր այդ ժամանակ ընդամենը դերասան, անշարժ դերասան է, կարող էին նկարել հարցազրույցը եւ շատ դիտումներ ունենալ։ Այ միջայլոց Երևան ԹԴ-ը ռեկորդային դիտումներ էր ունեցել։ Սրանք իմանալը դրա համար են շատ օգտագործում, որ իրանց բանի տեղ դնող լինի, ոնց գնելին է վերաբերվում մի րոպե։ Նայում եմ, մտել նայում եմ Երևան ԹԴ-ի հրապարակումները 25, 30, 50 լայք։ Նայում են գնել հրապարակումը 400-ն անցնում է։ Դրա համար եք լայքի համար եք անում դա։ Եկեք մի հատ լայքեմ, տենց թող անցնի։ Լայքեմ մի հատ։ Մտնեմ լայքեմ, անկեղծ ասեք, եթե ուզում եք լայքեմ կմտնեմ կլայքեմ։ Ասեկոսեի հրապարակումը, հերթական հարցակման ուղղությունը։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը։ Սա ադրբեջանագետ ունենք մենք Հայաստանում։
ավարտել են այդ ֆակուլտետը, մի քանի բան ավել գիտեն, բայց ադրբեջանագետ։ Ու այս ադրբեջանագետները մի օր ինչ որ մի հատ ժողով չարեցին, նորմալ, հանրային բան, սենց մի հատ քննարկում Ադրբեջանի ու այդ ոչ հետ կապված մի հատ գիտական աշխատություն բան։ Ադրբեջանագետ։ Ով որ ֆակուլտետը ավարտել է, դրա գիտնականն է։ Իմջալոս քաղաքացիներից մեկը լավ էր գրել, ասել էր բանա ախր ուզում եմ բառացի մեջ բերեմ շատ լավն է ժողովուրդ ջան մի վարքյան այ կավա ֆոտոների մեջ լինի պահել եմ այնքան լավն էր չեմ գտնում բայց որ գտնեմ ասել եմ միտքը հետևյալն էր որ մեկ սրբազանները դուրս եկան միտինգի, հիմա սպասեք, որ մի օր էլ գիտնականները դուրս կգան, ինչ-որ մի բանով, ու Պարույր Սևակի խոսքերն էր մեջ բերել, որ ասում աստվածի ինչքան մարդ կա, որ դեռ պիտի ատեմ էլի, Սա երեք տեղադրել է մի հատ բան է դրել, նյութ է դրել, ասում է, սա երեք տեղադրել է Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված կալիբր կայքը իր տելեգրամյան ալիքում, որտեղ հաջողություն են մաղթում Փաշինյանին եկեղեցու դեմ պայքարում։ Ինչպես ասել եմ, բոլոր համընկումները պատահական չեն։ Նես թևավոր միտք ասել։ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը արվում է գերազանցապես Ադրբեջանի թելադրանքով, սա այնքան անթակույց է արվում, որ չնկատել հնարավոր չէ։ Իբր ադրբեջանական բանը, կալիբրը հաջողություն է մաղթել Փաշինյանին եկեղեցու դեմ պայքարում։ Տեսնում եք ինչքան պատահական չեն հոյես ամեն ինչը, ախր այնքան պարզ է ամեն ինչը, Ադրբեջանը ուղիղ դուրս է եկել, ասում է Փաշինյան ջան, լավ է սա։ Արա Ուրեմն այս ադրբեջանագետը ով ոնց հասկանում եմ տարական բաները չի հասկանում ասում հետևյալը Իհարկե քանի որ դուք կարծում եք թե արշավ կա հայ առաքելական եկեղեցու դեմ որը ոչ մի կերպ չեք կարողանում հիմնավորել ոչ մի կերպ չեք կարողանում հիմնավորել Ու հրապարակում եք, որ դուրս են եկել եկեղեցու դեմ, դուք եկեղեցականներով էլ դուրս եք գալիս, մենք պաշտպանում ենք եկեղեցին պետությունից, կալիբրի հետևումները ստաց մի հատ ակնոցավոր սենց շլդիկատամներով օղջար, ասում է կանգնի, ես ինչի չսկսենք մեր մոտ գեներացնել։ Նայում հայկական տիրույթում ամենտեղ գրածա, որ եկեղեցու դեմ է ելել իշխանությունը։ Դա ձեր լավ թիմի, սաթիկի թիմի աշխատանքը։ Նայում, ու ասում է, շնորհակալություն սաթիկին, նայեք ինչ լավ աշխատանք է։ Մի րոպե գեներացնեմ իմ տիրույթում, դավայ Փաշինյան ջան, գաստուր։ Սենց բաներ։ Էլ չգիտեն ոնց պաշտպանվեն, ասում են դե ադրբեջանցիք են, տեսեք ասում են։ Այ ադրբեջանցիները, տիկին ադրբեջանագետ, դիվանագիտական հաղթանակը իրենց Այո, պաշտոնական շնորհակալություն համապատասխան մարմնից էր եկել Ռոբերտ Քոչարյանին, ով Արցախը հանեց բանակցությունների սեղանին որպես ինքնորոշվող կողմ եւ Հայաստանին ներքաշեց շատ վատ իրավիճակի մեջ, ինչի արդյունքում շատ հեշտությամբ մենք հայտնվեցինք մեկ այլ պետության զամբյուղում եւ պիտի իր նվագած ցանկացած երաժշտության տակ մենք տրնգի բարեինք Հիմա մենք մերժում ենք այդ ամեն ինչը, բան, ինչ էր, տաթևիկ, մերժում ենք։ Մենք հիմա զբաղված ենք այդ պրոցեսով։ Ու փորձեք այս ձեր Ադրբեջանից բերած բան նյութերը ինքնուրույն տանը, ձեր ադրբեջանական միջավայրում, չգիտեմ, մեր հայերից քրիստոնյա եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ փորձեք գործ չունենալ։ Կամ կարող եք եւ ունենալ։ Առավել եւս որ արդեն ոնց որ թե սպորտային վիճակի եմ դարձյալ գալիս։ Ես ու իմ
ընկերները ու Հայաստանի Հանրապետության բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր որ փայլուն գիտակցում են ինչա նշանակում լինել քաղաքացի հայ եւ իր սեփական պետության քաղաքացի։ Լավ եղեք, եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։